Դեկտեմբերի 1 սեփականաշնորհման գործընթացի վերջին ժամկետը մոտենում է ավարտին։ 88-ի աղետից հետո կառավարության բնակապահովման ծրագրով մուշ 2 թաղամասում բնակարան ստացած ընտանիքները մոտ 4 տարի ժամանակ ունեին, որպեսզի սեփականաշնորհեին իրենց բնակարանները, սակայն գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվում էր։ Թորս Ռուսաստան էր, Դավերնոց չէր կնում ուղարկե, մինչև Դավերնոց դու ուղարկեց, արդեն ժամանակ հասանք։ Ես հիվանդ էի, այսօր հայկուտ երեխեք մահ չլավցար երտանք, ազշան, երբ որա վաղտույքով կերտանք էլի, իշկա բարազնով, ստունը տեղ եմ չպախավ։ Թե պատճառը ամեն մեկը մեր պատճառը ունի, որը բացակա ունի, որը ընտանիքի անդամների հետ կապված հարցեր կա, բոլոր դեպքերում կա ենք։ Ձեր խնդիրը որն էր, փաստաթղթային էր։ Փաստաթղթային, այո, բացակա կար, տնից բացակա ունեինք։ Ընտանիքի կեսը ստեղ չէին, մինչև եկել են, բոլորիս վիճակն է նույնն էլի։ Դու պատճառներ կար, դուսը մարդ ունենք, դա էր պատճառը։ Կարծում են, որ հավաստագիրը դա իրենց իրավունքներ է տալիս, բայց հավաստագիրը ոչ մի իրավունք, սեփականության իրավունք չի տալիս քաղաքացուն։ Գյումրու նոտարական գրասենյակում վաղ առավոտվանից հերթ է գոյացել։ Բնակարանատերերն ընտանիքի բոլոր անդամներով ու համապատասխան փաստաթղթերով հերթով կարգով մոտենում են նոտարին, պայմանագիր կնքում։ Մենք ունեցել ենք գործեր, որ անհայտ կորած են, մահացած են։ Նման դեպքերում մահացածների պարագայում, անհայտ կորածների ոչ, մահացածների պարագայում ցուցակից հանվում են, այսպես համասեփականատեր չեն լինում, բնականաբար դադարում է։ Կորածների դեպքում ավելի բարդ է խնդիրը, բայց կառավարությունը լուծում է տվել նաև դրան, այն իմաստով, որ եթե մյուսները հայտարարություն են տալիս նոտարով հաստատված, որ այս ընկերը օրինակ չկա, տարիներ շարունակ չկա, անհայտ է, տեղը չգիտենք, այդ պարագայում նոտարով հաստատված հայտարարության հիման վրա մենք կնքում ենք մյուսների հետ պայմանագիր, բայց այն ուրեմն պայմանով, որ պետք է մյուսները այդ ընկերոջ հայտնվելու դեպքում մյուսները ապահովեն նրան բնակարանով։ Տարիների ընթացքում ընտանիքները համալրվել են, իսկ ստացած սենյակները փոքր են ու անհարմար։ Հենց դրանով պայմանավորված չեն սեփականաշնորհել բնակարաններն ակնկալելով, որ կառավարությունը նոր առաջարկ կանի ու նախկին անօթևանի սիրտը կշահի։ 3 սենյակ են տվել, 3 աղբյուր են, 3 սենյակն են տվել, երեխեքներ հետ հաշված արդեն ահագին մենք քանակություն ունենք։ Մեր դոմիկը կար, ուզենք այդ դոմիկը պահենք ստիպելով, ժամկետ դներով այդ դոմիկը քանդել տվին ու մենք անցանք սեփականաշնորհման։ Թե չէ էլի ես չէի սեփականաշնորհել։ Ուզենք այդ դոմիկը մնար, գոնե մեկը սաբրենք այդ դոմիկը։ Պատճառաբաներով, եթե միավորներ, պարտադիր քանդվի։ Պարտադրանքի տակ քանդել եմ, եկել եմ այսօրվանով է ուշացած սեփականաշնորհման։ Եթե բազմանդամ ընտանիք են, այդ բազմանդամ ընտանիք ունեն 2 տնակ, 2-ից մեկը կարող են տնօրինել, ունեն պահել իրենց մոտ կառավարության որոշումն է այդպեսին, իսկ մեկը պարտավոր են հանձնել։ Բնակարանատերերը 1 օր ժամանակ ունեն, մինչ դեկտեմբերի 1-ը բնակարանները չսեփականաշնորհելու դեպքում գործընթացի իրականացման իրավահաջորդը կդառնա համայնքապետարանը։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։